Ժողովրդյան այս անբարեխիղճ օրենքի հետ լրջագույն խնդիրներ ունեցող ու առնվազն 3 հոգուց փողերը ամբողջությամբ գանձած, բայց էլեկտրոմոբիլները առ այսօր 2-3 տարի անց չտրամադրած ավտոներկրողի մասին ես իմ առաջին արձագանքը արել եմ դեռ 24 թվականի սեպտեմբերին, խնդրեմ իմ Facebook-յան էջում հրապարակելով նրանց դիմակները պատռող, ճշմարտությունը մերկացնող նրանց մասին հոդված, որից հետո մեկ ամիս անց բոլորին քաջ հայտնի հետքը կրկին հոդվածը հրապարակում այս ավտոներկրողի մասին մերկացնելով ճշմարտությունը, որից հետո մի տարի անց ես կրկին անդրադառնում եմ այս թեմային ու 25 թվականի հոկտեմբերին հոլովակ եմ անում Electromobile AMN Աննա ու Արա Խաչատրյանների մասին։ Կարող եք ծանոթանալ YouTube-յան իմ ալիքում։ Որից հետո 26 թվականին ես նրանց մասին արդեն մեծ հոլովակ եմ անում, ջախջախիչ, փաստերով, անհերքելի փաստերով, ու հրապարակում եմ այն հոլովակը իմ YouTube-յան էջում 26 թվականի հունվար։ Խնդրեմ։ Մի հատ այդ հոլովակին ծանոթացեք, որ ամբողջական պատկերացում կազմեք ու ինքներդ գիտակցեք այս ամենի աբսուրդության աստիճանը, թե մինչև որտեղ է հասնում ու ինքներդ տակ գնահատական։ Ժողովրդյան, քանի որ ես ձեր բյուջեի պաշտպանն եմ, ձեր շահերի պաշտպանն եմ, ոչ թե ֆիկտիվ, այլ ռեալ, ես իմ սուրբ պարտն եմ համարում հիմա կիսվեմ ձեզ հետ նոր բացահայտումներով, որոնք որ ես արել եմ հարգարժան Աննա եւ Արա Խաչատրյանների մասին։ Ուրեմն իմ նախորդ հոլովակից հետո նրանք ոչ թե հերքում են հրապարակում, ոչ թե ինձ իրենց զրպարտելու համար դատի են տալիս, այլ փոխարենը սուսփուս այդ բոլոր էջերը ջնջում են ժողովրդյան։ Խնդրեմ փաստերով։ Electromobile AM էջում էլ ոչ մի հայտարարություն չկա, նրանք բոլոր հայտարարությունները մաքրել են իմ հոլովակից հետո։ Բացի այդ, իմ հոլովակում բացահայտած Electrocars եւ Electromobile 8 տարի շուկայում լիստ AM-յան էջերը նույնպես ջնջված են, էլ չկա ժողովրդյան։ Նրանք rebranding են արել ու հիմա հանդես են գալիս լրիվ նոր անուններով ու նոր էջերով։ Հիմա փաստերով ձեզ ներկայացնում։ Սունդուկյան մեկ հասցեն արդեն դա Jaffa-ն է, լիստ AM-յան, Jaffa էջն է, որը որնակրկին Electromobile AM-ն է, Աննա եւ Արա Խաչատրյաններ։ ABC Group-ի էջը չեն մաքրել, այդպես էլ կա, բայց rebranding են արել, լոգոն փոխել են ու նոր հասցե են բացել, դրա մասին շուտով կանդրադառնամ։ Բացի այդ, կրկին 2 նոր էջ են բացել ու ոչ իրենց անվան տակ փորձում են էլեկտրոմոբիլներ վաճառել։ Այդ բացահայտված էջերն են, որոնք կրկին պատկանում են Աննա եւ Արա Խաչատրյաններին, խնդրեմ EEVEE ինչ որ անվանումով էջ եւ առաջվա Electrocars-ը հիմա վերածվել է Electric Cars-ի։ Խնդրում եմ ուշադիր նայեք ժողովուրդ, այս բոլոր էջերը, այս բոլոր անունները, այս բոլոր հասցեները իրանք են Electromobile AM, ABC Group, Աննա եւ Արա Խաչատրյաններ։ Հասցեներն են Սունդուկյան 1, քաջ հայտնի բոլորին, Բաղրամյան 2, Հրաչյա Քոչար 4 ու ես վերջերս նորաբաց Սեբաստիա 170/2։ Այս բոլորը օրենքի հետ լրջագույն խնդիրներ ունեցող Աննա եւ Արա Խաչատրյանի պատկանող էջերն են, կազմակերպություններն են, չգիտեմ, կոչեք ոնց ուզում եք։ Ամբաստանյալ Արա Խաչատրյանի վրա, ով արդեն դատապարտված է եղել քրեական գործով ու գտնվում է պայմանական ազատության մեջ, այս պահի դրությամբ հարուցված է 3 քրեական գործ, իսկ այս վերջերս կրկին բացահայտում անեմ ձեր համար ժողջան։ Թարմ 26 թվականի հունվարին Կոմիտասի քննչականում նրա վրա կրկին այս անգամ արդեն խմբակային քրեական գործ են հարուցել 10+ մարդ, այսի արդեն հաշվով 4-րդն է ժողովուրդ ջան, արդեն 4 քրեական գործ այս անձնավորության վրա 10 հոգու գցելու մեղադրանքով շինարարության ոլորտում, քանզի բացի էլեկտրոմոբիլներից նա նույնպես զբաղվում է շինարարությամբ ու այս Երանկյունի AM-ը նույնպես պատկանում է իրեն կամ նա համասապականատեր է ու այդ ոլորտում է նա մարդկանց գցել, ինչքան լսել եմ աշխատավարձները ահագին մարդու
աշխատացրել է, աշխատավարձները չի վճարել ու 10+ հոգի մարդ քրեական գործ է հարուցել Արա Խաչատրյանի վրա թարմ 26 թվականի հունվարի։ Ինչպես նաև Արա Խաչատրյանը լրջագույն խնդիրներ ունի բեռնափոխադրողների հետ, քանզի նա կրկին իր ոճով փորձում է նրանց գցել եւ գումարը չտալ։ Ինչպես դա արդեն եղել է անցած իմ հաղորդման հիշատակված China Mall-ի հետ, որը պարզվեց ոչ թե առևտրային կազմակերպություն է, ինչպես ես սխալմամբ գիտեի, այլ բեռնափոխադրող կազմակերպություն է, ու չստանալով իր նախատեսված գումարը, նրանք դատի են տվել Արա Խաչատրյանին եւ դատը շահել են, եւ այդ գումարները հետ են գանձել նրանից, ու երբեք նրա հետ չեն աշխատելու, ու ես էլի բեռնափոխադրող գիտեմ, որ երբեք նրա հետ չեն աշխատելու, քանզի նրա աշխատելավոճը արդեն բոլորին պարզ է։ Ժողովուրդ ջան, ինչպես նաև ուզում եմ անդրադառնալ ABC Group-ի պաշտոնական էջին, որտեղ որ, ինչպես տեսնում եք, կա 11000 հետևորդ։ Բայց հեսա ձեզ փաստերով ապացուցեմ, որ այս հետևորդները մեծ մասը, մոտավորապես 80%-ը fake են, ժողովուրդ ջան։ Ու այս էջի իրական հետևորդների քանակը մաքսիմում մի 2000 հոգի է իտո կասկածում։ Հիմա փաստերով։ Ուրեմն ABC Group-ի էջը, ժողովուրդ ջան, Արա Խաչատրյանը ուղղակի գնել է փողով։ Ու այդ բոլոր 11000 հետևորդը նա ունեցել է փողով։ Քանզի այս, ինչպես տեսնում եք, այս էջի պատմությունը սկսում է դեռ 2012 թվականից, որտեղ էջի անունը օգտակար նյութեր էր։ Հետո Հրատ ավիա, այսինքն ավիա բեռնափոխադրումներ։ Հետո կրեատիվ։ Հետո նորից կրեատիվ նվերների խանութ։ Հետո ինչ-որ մարզաշապիկներ 2024 թիվ։ Նույն 24 թվին Ռատուր ինչ-որ տուրիստական գործակալական էջ ա եղել, ժողովուրդ ջան։ Հետո նորից փոխվել է անունը 16 թվին օգտակար նյութեր։ Ու ամենավերջում 24 թվին Արա Խաչատրյանը այս էջը գնում է ու այս հետևորդների քանակին փողով ձեռք է բերում։ Այս 11000 հետևորդը, ինչպես դուք փաստերով տեսաք, Իրանը չեն։ Իրանն մաքսիմում, չգիտեմ, 1000 կամ 2000-ը։ Մեծ մասը փողով գնված հետևորդներ են լրիվ ուրիշ էջերից։ Ժողովուրդ ջան, որպես ամփոփում, առնվազն 4 մարդ, Հայկը, Արմենը, Սևակը եւ Մարտինը, Էգրոմբայլ AM-ից կամ այսօրվա ABC Group-ից, Jaffa AM-ից, մի խոսքով իրանցից, Խաչատրյանների ընտանիքից, Սունդուկյան 1 հասցեները հիշեք։ Անունները կանան հա փոխվեն։ Այս հաղորդումից հետո կանան իրանք էջերը փակեն, նորերը բացեն։ Դուք հասցեները հիշեք։ Սունդուկյան 1, Սեբաստիա նորաբաց 170 դրոպ 2 կարծեմ, Բաղրամյան 2, Հրաչակոչար 4։ Իրանք են Խաչատրյանների ընտանիք։ Մի խոսքով այդ մարդիկ այս մարդկանցից ավտոները պատվիրել են, առ այսօր չեն ստացել։ Փոխհատուցումը դատերը շահելուց հետո կամ չեն ստացել առհասարակ կամ ստացել են մասնակի, Մարտին Ղազարյանը դատը շահելուց հետո, ժողջան, ախնդրեմ, առ այսօր ոչ մի կոպեկ փոխհատուցում չի ստացել։ Մարդիկ ձևը գտել են, օրենքը շրջանցեն, իրենց համար են սնանկ ու ոչ մի կոպեկ փող չփոխհատուցեն։ Բայց դուք սնանկ եք, հարգարժան Խաչատրյանների ընտանիք ջան։ Այդ ոնց է այդ Սեբաստիայի 170 դրոպ 2 սրահը կառուցել։ Թանկանոց ավտոսրահը։ Մի $100,000 թեմա երևի։ Եթե դուք սնանկ եք, ոնց եք դա արել։ Մատ կոմենտներում գրեք։ Այսինքն դուք փող ունեք ձեր բիզնեսը բարգավաճեցնելու, աճեցնելու, սրա բացելու համար, բայց փող չունեք այն բոլոր մարդկանց, ում դուք գցել եք ու ավտոները չեք տրամադրել, իրենց փոխհատուցումները պայմանագրում նշված տունջ տուգանքներով տրամադրեք, լուրջ եք ասում։ Այսինքն ոնց ալինի մատ կոմենտներում գրեք։ Հարգարժան իրավապահ համակարգ ջան, մի հատ այս հաղորդումը նայեք։ Ոնց կարա sense բան լինի, որ մարդիկ շարունակեն նույն բիզնեսը անել, առնվազն 4 հոգու գցելուց հետո առնվազն 4, ավել մարդիկ են եղել, որտեղ հետքի հոդվածի տակ օրինակ, ահա խնդրեմ, եւս 2 հոգի արձագանքել են, որ նրանք նույնպես դժոխ են Էլեկտրոնբայլ AM-ի ծավալած գործունեությունից։ Ես պահանջում եմ արդարություն։ Բոլոր դժոխները պահանջում են արդարություն։ Ոնց կարա լինի մեր երկրում sense բան, որ ավտո ներկրողը այսքան մարդ գցի, այսքան տարի հետո պատիժ չկրի, շարունակի բարգավաճի, նոր սրահ բացի, բայց իրեն համարի սնանք, հայտարարի սնանք ու ոչ մեկին փոխհատուցում չտրամադրի կամ տրամադրի մասնակի։ Հայկ Ասլանյանն է ամենից շատ փողը ստացել համարյա ամբողջությամբ,
Բայց այդ էլ դեպքն է, երբ որ Աննա Խաչատրյանը, ինչպես դուք գիտեք, իրան դատի է տվել, իր յանին իրեն զրպարտելու համար, ու այդ տված փոխհատուցման ոչ ամբողջական դույժդուկանքները հետը պարտ կա մնացել։ Այդ տված փոխհատուցման մեծ մասը 10 միլիոն դրամը հետա պահանջում մարդը Հայկից իրեն զրպարտելու համար, բայց իր հրահրած դատին նա չի ներկայացել Ժողովյան, ցուսաբերելով անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Մի խոսքով շատ չերկարացնեմ, խնդրում եմ ձեզ, եղեք տեղեկացված, մի թողեք որ ձեզ խաբեն, պահանջեք ճշմարտությունը, արդարությունը, ու ես վստահ եմ, որ այս տարի, մի քանի ամիս անց, այս բոլոր 4 թվով 4 արդեն իսկ քրեական հարուցված գործերը Արա Խաչատրյանի վրա հանգելու են իրենց տրամաբանական հանգուցալուծմանը, 90+% հավանականությամբ այդ անձնավորությունը հայտնվելու է բանտում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։